Տեսլայի 30-ամյա վարորդը հանդուրժում է, որ իր առջևով ընթացող մի ուրիշ Տեսլա ու Շևրոլե իրեն ճանապարհ չեն տալիս։ Բայց հունից դուրս է գալիս, երբ Օպելի վարորդը իրեն ճանապարհ չի տալիս հետադարձ կատարելու համար։ Օպել այլել թո բրաբուսներ տենին կաներ էս բան։ Ավտոմեքենայից իջնում է ու ոտքերով հարձակվում Օպելի վրա։ Հետո խիստ բորբոքված ինչ-որ բաներ է ասում Օպելի 65-ամյա վարորդին, վերադառնում, նստում իր մեքենան։ Օպելի վարորդը թողնում է մեքենան, մոտենում Տեսլայի երիտասարդ վարորդին, ծեծկռտուք է սկսվում։ Խցանման մեջ սպասող մյուս վարորդները փորձում են հարթել վեճը։ Մեր մոտ չկա զիջել բառը։ Մեր մոտով կարում ասնում է զիջել չկա, հենց դրա համար էր այս վիճակը։ Կոմիտաս Փափազյան խաչմերուկով երկուշաբթի երեկոյան անցել է այս տաքսու վարորդը։ Ծեծկռտուքին ականատես չի եղել, բայց տեսել է, որ խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար էր երեկոյան 8-ից։ Այդ ժամերից արդեն ահավոր էր Կոմիտաս միշտ է դες, բայց 8-ից 8 ժամերին вообще ահավորություն է։ Մանավանդ այս Փափազյան Վարորդի խոսքով խցանումն այստեղ անխուսափելի է օրվա ցանկացած ժամի։ Երբեմն փողոցներում էլեկտրականություն չի լինում, խափանվում են լուսացույցները, լարվում մարդկանց նյարդերը ու պատրաստ է մարտաֆիլմ հիշեցնող տեսարանը։ Ենթադրվում է, որ աղմկոտ միջադեպի առիթ տված խցանման պատճառն էլ լուսացույցի չաշխատելն է եղել։ Կարա լույս չի ելել, կամ ինչ-որ մի բան ելել, կա որ մի կե բան ելնում, օրինակ բայեր կա, որ ուսքի ես կանա չի ես կոմինը վառում, այն կոմինը չի վառում, բայց նման վարվելա ձևը շատ սխալ է։ Ասում եմ, եթե Օպելի չլներ բրաբուսներ, հաստատ չէին անի նման բան։ Վարորդները հիշում են, ինչպես էր Օպել վարողներին նսեմացնում Երևանի քաղաքագլխի հայրը ու չեն զարմանում։ Ինչու է Տեսլայի վարորդը հանդուրժում իր դիմացով անցնող բոլոր մեքենաներին եւ հաշվեհարդար տեսնում միայն Օպելի 65-ամյա վարորդի հետ։ Վերևներից ամեն ինչը գալիս, հա, տոնը։ Ամեն ինչներ վերևներից է գալի։ Ես օրինակ քիշեր եմ Օպելը, մի ես մեքենան եմ քշում ու շատ մեծ տարբերություն եմ զգում։ Օպելով ոչ մեկ չէր զիջում, բայց սրանով արդեն զիջում են մարդիկ։ Միջադեպի մասին ոչինչ չեն ասում խաչմերուկի տարբեր մայթերին հավաքված մարդիկ։ Ծաղկի կրպակների աշխատակիցները վստահեցնում են, որ աշխատանքն ավարտել են նախքան միջադեպը։ Կեսգիշերից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից ասում են տեղյակ չեն։ Մաշնորդ մարդիկ են էլ ինչ իմանան, ոնց կարելի է այդ բան անել, հիմա չեն զիջել իրար հանդեպ մի քիչ պետք է հարգանքով էլի վերաբերվել։ Տեսնում եք ինչ վիճակ է, մեքենաները ավելի շատ են, քան մարդիկ։ Պիտի պատժվեն, լուսացույցը պիտի աշխատի, որ այդպես չլինի։ Կառավարությունը թույլ է, մի խոսքով թույլ է։ Վարորդների անհանդուրժող պահվածքը դատապարտում է վարորդի ընկեր կազմակերպությունը։ Տիգրան Քեյանի համոզմամբ դժբախտաբար կռվի պատճառի բանալի բառը Օպելն է։ Եթե այդպիսի մեքենա չլներ, Օպել մարքի չլներ, այս դիմացի վարորդը այդ իրավիճակում նման վերաբերմունք ցույց չէր տա, բայց ինչևից է, ամեն դեպքում քննադատել է այդ իրավիճակը եւ ոչ մեկին իրավունք չի տալի ձեռի ուժին դիմել։ Քեյանի կարծիքով Հայաստանում վարորդները կրթության պակաս ունեն։ Ղեկին նստելուց առաջ պետք է սովորեն, թե որ իրավիճակում ինչպես պետք է պահեն իրենց։ Մեր վարորդներին պետք է կրթական լուրջ ռեֆորմ իրականացնել, որ վաղ տարիքից այդ վարորդները կրթվեն եւ իմանան երթևեկության մեջ ինչպես պետք է իրենց պահեն, լուսացույց չաշխատելու ժամանակ ինչպես պետք է վարվեն, կանաբերնված խաչմերուկներում ինչպես պետք է վարվեն։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ 2 մարդ ձերբակալվել է։ Աղմուկանաց միջադեպից ավելի քան 12 ժամ անց այսօր կեսօրին նորից լարված է Կոմիտաս Փափազյան խաչմերուկը։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։